Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր քաղաքականվելուծաբան Արման Աբովյանը։ Պարոն Աբովյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Աբովյան, դուք գիտեք, որ այսուհետ չեք կարող Արցախի մասին գիրք գրել, Արցախի մասին գիրք ձեր օրինակ օտարերկրացի, այսպես ծանոթներին նվիրել, որովհետև դա կարող է պատերազմի սպառնալիք լինել եւ ձեզ մեղադրեն, որ դուք հրահարում եք պատերազմ հայ-ադրբեջանական սահմանին։ Ես հասկանում եմ ինչի վրա եք ակնարկում, դե իհարկե ցավոք պետք է արձանագրենք, որ մենք գտնվում ենք քաղաքական, ինչ ոչ քաղաքագիտական փորձում եմ ցենզուր բառ ընտրել, հա, աբսուրդի մեջ, դե լավ այսպես ասենք, եւ այդ պնդումները, որ Արցախ, հա, անունը արտաբերելով դու կարող ես պատերազմ հրահարես, այնքան անհեթեթ է, առհասարակ ես դժվարանում եմ անհեթեթություններ մեկնաբանել, բայց եկեք այս պարագայում շարունակենք տրամաբանական շղթան, նախ դա սուտ է եւ եթե դու չես պայմանական, հա, հիշում նվազագույնը, հիշողության մասին է հարցը գնում, քո ազգային, քո պետական, քո ինչու ոչ էթնոքաղաքական, հա, ով ես դու, ապա քեզ պատրաստում են սպանդին, այն վարքյանից սկսած, երբ որ դու օրինակ պատերազմի վախից կմոռանաս Արցախ բառը, Արևմտյան Հայաստան բառը եւ այլն, դու հրավիրում ես քո տուն նույն թուրք-ադրբեջանական տանդեմին, որ կոտորածը շարունակվի, ինչի համար, սա շատ կարևոր է, այսօրվա իշխանությունը ըստ էության պատերազմի եւ արհավիրքի իշխանություն է եւ այն ինչ իրենք առաջարկում են, դա իհարկե իրենց նախաձեռնությունը չի, սա թելադրված Բաքվից եւ Անկարայից որոշակի նարատիվներ են եւ այդ նարատիվները իրենք կներեք Փաշինյանն ասում է մեր արտաքին քաղաքական կուրսին հակառակ է ես այդպես սկսեցի հարցս հիշեցնեմ, որ երեք ուղիղ ասում է, որ ցեղասպանության թանգարանի տնօրենին ուղիղ իր հրանգով աշխատանքից ազատվել է, որովհետև համահարձակվել է Վենսին Արցախի մասին գիրք նվիրել։ Այսինքն մենք ընդհանրապես պետք է հիշողություն չունենանք։ Ես որ ավելի հանգամանալից ստացվի, ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետության կուրսը կամ քաղաքական կուրսը ինքը համապատասխանում է թուրք-ադրբեջանական դոկտրինին Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման, այսինքն արևմտյան Ադրբեջան ձևավորելու տեսլականի ներքո։ Եվ ինքը բավականին մեծ կոմպլեքս է եւ այդ կոմպլեքսը իր մեջ ներառում է նաեւ բարոյա հոգեբանական, շատ կարեւոր է այստեղ ընդգծել, հենքերի խալխլումը, որովհետեւ դու չես կարող ձևավորես արևմտյան Ադրբեջան կամ օրինակ, չգիտեմ, Հյուսիսային Անատոլիա, հա, իմիջիայլոց այդ տերմինը բավականին ակտիվ օգտագործվում է թուրքերի կողմից, այն տարածքում, որտեղ մարդիկ գիտեն իրենք ով են։ Տեսեք, այստեղ ոտնձգության հարց չի։ Սա որ կենցաղային մակարդակով նման է հետևյալին, պատկերացրեք մի իրավիճակ, որ ինչ-որ մի ընտանիքում ընտանիք է, կողքի հարևանը մտնում է, երեխուն մորթում է, ընտանիքի տերը ասում է ուրեմն այդ երեխու անունը էլ մի տվեք, նկարները հանեք պատից, թե չէ հարևանը կտենա, որ երեխու նկարը պատին է, կգա մեզ էլ կմորթի։ Ինչը հակառակ պրոցես է։ Ինչ պարագայում հակառակ պրոցես է, այդ պնդումը գեներացնում է սպանդ։ Սա, գիտեք, կամպագորգոր խոսքեր չեն, սա այն տրամաբանությունն է քաղաքական զարգացումների, որոնք մեզանից կախված չեն, Թուրքից կախված չէ, դա այդպես է։ Օրինակ մեզանից կախված չի, չէ՞ որ մածունը սպիտակ է։ Մոտավորապես այսպես, իսկ եթե մենք շարունակենք տրամաբանական շղթան, ապա ստացվում է հետևյալը, որ օրինակ իշխանության մեջ աշխատող Արարատ անունով մարդիկ պետք է ըստ էության փոխեն իրենց անունը կամ օրինակ, չգիտեմ, հա, տարբեր անուններ, ես հիմա չեմ ուզում արտաբերեմ բոլոր անունները, այսինքն այն, ինչ սրանք համարում են որպես գրգռիչ գործոն։ Եկեք գաղտնիք բացենք այսօրվա հաղորդման ընթացքում եւ եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հարգելի հեռուստադիտողներին, որ Թուրքիա եւ Ադրբեջանի համար առհասարակ հայ լինելը հայկական ցանկացած բան, սկսած ազգանունից վերջացրած, հա, պատմությունով ինքը գրգռիչ գործոն է։ Այսինքն համաձայն տրամաբանության, հա, նույն Փաշինյանի կամ իշխանությունների, մենք պետք է հրաժարվենք առհասարակ հայկականությունից, այդ պարագայում կարող է մեզ չեն սպանի։ Բայց
ինչու՞մն է խնդիրը, գիտեք, երբ որ ասում եմ ինչու՞մն է խնդիրը, ի նկատի ունեմ հետևյալը, իսկ ինչի համար է Թուրքիան եւ Ադրբեջանը հրաման իջացնում այս իշխանությանը, որ սա արվի, այսինքն մենք հրաժարվենք մեր էթնոքաղաքական ինքնությունից, ինչի համար, հարցը շատ պարզ է, իսկ պատասխանը ավելի պարզ, որովհետեւ մեզ նախապատրաստում են նվազագույնը սպանդի, սա փափուկուշ կամ soft power տեսության մեջ կոչվում է animal step, այսինքն անասնացման գործընթաց։ Այսինքն ոչ թե խաղաղությունն է դա վերելու, այլ հերթական ձերդաշատ սպանդի։ Չէ, միանշանակ, որովհետև այն ինչ իրենք անվանում են, առհասարակ գիտեք ինձ մոտ տպավորություն է, ոնց որ մենք ապրում ենք Ջորջ Օրուելի 1984 գրքի մեջ, հա, որտեղ ամեն ինչ հակառակ է։ Երբ որ իրենք խոսում են խաղաղության մասին, դա պատերազմ է, երբ որ խոսում են բարեկեցության մասին, դա գիտեք, ամենաաղքատության ամենածայրահեղ դրսևորումներն են, երբ որ իրենք խոսում են արժանապատվության մասին, իրենց արժանապատվությունը սկսում եւ ավարտվում է, երբ որ երջանիկ դեմքով Հայաստան Էրդողանի գիրքը կրծքին բռնած ժպտում են, այսինքն լրիվ հակառակ process է։ Կնեք պարոն Աբոյան, բայց հակասություն չի ստացվում, տեսեք, երբ որ մեր ինքնությունը, պատմությունը, այդ ամեն ինչը մոռացնել է տալիս այս իշխանությունը, ինչպես նշում եք, էլ Ադրբեջանը ինչին է պետք սպանդ։ Ինքը միանգամից այդ ժողովրդին իրենով է անում, բռնակցում է իրեն եւ էլ սպանդի կարիք չկա։ Գուցե այդ ֆորպոստը հիմա էլ Ադրբեջանի հետ է լինելու։ Գիտեք, հակասություն չկա, կա ընդհանրություն շատ բարձ պատճառով։ Մենք կարող է մոռանանք, որ մենք հայ ենք, բայց թուրք եւ ադրբեջանցին դա չի մոռանում։ Կարող ենք պատրանքների մեջ ապրել, հա, որ համբյուրելով մարդասպանի ձեռքը կարող է այդ ձեռքը դադարի մեզ սպանել, բայց մենք մոռանում ենք մի բան, որ Թուրքիա եւ Ադրբեջանի գործողությունները հայերի հանդեպ, թերևս 1894 թվականից, որը շատ բացահայտ նկարագրված է օրինակ մեծ Թուրքիայի ձևավորման դոկտրինի, որը Հունգարիայում էր իմիջիալոց այն ժամանակ Ավստրո-Հունգարիայում դե լավ սենց ասենք կայսրությունը ձևավորվել էր, կամ մի շատ կարևոր գիծ իմիջիալոց Լորենց արաբացին էր, հա, այսպես Արավիայի Լորենսը, դա տարբեր հա անվանումներ են ասում այդ մարդուն, ինքը շատ ուղիղ եւ հակիրճ նկարագրել էր նպատակը, ինչն է։ Կարող է զարմանալի բան ասեմ, բայց ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, այսինքն այնտեղի հա քաղաքական վերնախավի ներկայացուցիչները բավականին ռացիոնալ են մեր նկատմամբ, բայց այդ ռացիոնալությունը բխում է իրենց պետական եւ ազգային առաջնահերթություններից։ Գիտեք դա ինչն է։ Հարցը չէ ցակում, ինչի համար մեզ հետեւողականորեն ոչնչացնում են։ Դա ոչ թե ծրագիր, բան, ես դավադրապաշտության մեջ չեմ մտնում, հենվում եմ լոկ փաստերի վրա, այլ հետեւյալն է, քոչ որ ցեղերը եկել են եւ բնակվել են X տարածքում կարողացել են ասիմիլացնել, ոչնչացնել, ճնշել բնիկներին։ Մենակ մենք չենք։ Ասորիներ, եզդիներ, քրդեր, իմիջիալոց քրդերը բավականին հետարքիր է, բեքգրաունդ ունեն այդ պահով, կարելի է այլ հաղորդումներում խոսել, եւ իհարկե հայեր։ Նկատել եք, որ ներկա Թուրքիայում ըստ էության եւ Ադրբեջանում ըստ էության բոլոր ազգային փոքրամասնությունները ձուլվում են որոշակի սենց ասենք այդ մեծ կաթսայի մեջ թուրքական, բայց ձուլվում են հիմնականում մահմեդականները։ Սա հասկանալի է, որտեղ մահմեդականության մեջ հավատքը ավելի առաջնային է, քան ազգությունը։ Հայերը լինելով քրիստոնյա եւ լինելով բնիկ էթնոքաղաքական միավորը ձուլման չեն ենթարկվում ընդհանրապես։ Ասեմ ավելին, հայկական էթնոգենեզը ենթադրում է ժամանակ առ ժամանակ այսպես կոչված պորտքումները, արթնանալը։ Որպես օրինակ բերենք Թուրքիայում ինչքան թուրք կա, որ մեկ էլ հոպ հասկանում է, որ ինքը հայ է եւ միանգամից վերագնահատում է ամբողջ իր ապրածը։ Սա շատ կարևոր է մենք հասկանանք, որովհետեւ մենք փորձում ենք ուղղահայաց նայել, վայ թուրքը մեզ չի սիրում, եկեք թուրքին մենք խնդրեմ չստեղծենք, սիրի։ Ժորժ ջան, մենք չենք ստեղծում խնդրեմը թուրքին կամ ադրբեջանցուն, այլ ադրբեջանցին եւ թուրքը դուրս գալով իրենց ազգային առաջնահերթություններից
Ստացվում է իրենք ավելի լավ են մեզ ճանաչում։ Իհարկե, դուրս գալով այդ առաջնահերթություններից ունեն խնդիր մեզ վերացնել, այո, իսկ այս իշխանությունը կարող է տարօրինակ բան էլ ասեմ, տեսեք, այս իշխանությունը ոչ թուրքամետ է, ոչ ադրբեջանամետ է, ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ է, ոչ մեկը մեծ չի։ Այս իշխանությունը, եկեք sense ձևակերպենք, պարգևա վճարա մետ է, առանձնասենյակա մետ է, պատավատա մետ է, այսինքն իրենց անձնական որպես մարդ, հա, տարբեր ներկայացուցիչները, կոմֆորտը, իրենց, ասենց ասեմ, անձնական դե լավ, հարստություն չեմ ուզում այդ բառը ասեմ, Իրանք ինչ անձնական պրիորիտետ, հա, աչքերս լցվավ իրականում։ Հիպոթեկով տուն են գնում ընդամենը։ Հա, ճիշտ է, շուկայականից շատ ցածր եւ հիպոթեկի պայմանները այնցա որ դե լավ, չեմ ուզում հիմա դրա մեջ էլ խորանամ, տեսեք, իրենք փոխանակում են իրենց անձնական բարեկեցությունը ձեր հարգելի հեռուստադիտողներ, իմ մեր բոլորիս կյանքի իրավունքի, մեր երեխաների կյանքի իրավունքի հետ եւ դա անում են գիտակցված։ Այդ արտահայտությունը Արցախ բառը մի արտաբերեք, հա, ինքը իր մեջ պարունակում է շատ ոչ թե վտանգավոր մեսիջ, չգիտեմ ինչ, սա ինքնասպանության, քաղաքական, հետո ֆիզիկական իհարկե ազգի մասին է խոսքը գնում։ Ինքնասպանության արգասիքն է, ասեմ ձեզ ավելին, այս ամենը հիմա չի սկսել, այս ամենը սկսեց այն պահից հետո, երբ ցավով եմ արձանագրում, շատերը ուշադրություն չդարձրեցին, բայց այս իշխանությունը, այո, կրկին Թուրքիա եւ Ադրբեջանի, ասենց ասենք, պասով սկսեց տարանջատել հայրենիք եւ պետություն հասկացությունները։ Ինչը բերեց քաղաքագիտական շիզոֆրենիայի։ Դա գիտեք ոնց է, ոնց որ գանգ ուղեղի աջ եւ ձախ հատվածը իրար հետ կոնֆլիկտ ունենան։ Իսկ իրենք հրահարեցին կոնֆլիկտ եւ հասարակությունը գցեցին քաղաքագիտական շիզոֆրենիայի մեջ։ Շիզոֆրենիա եւ տառապող հասարակությունները։ Դե ասում են, երբ որ ասում ենք հայրենիք, դա շատ ընդհանրական է, մենք ունենք կոնկրետ պետություն, որի սահմաններով պետք է ապրենք։ Հայրենիքը, երբ որ ասում ենք, այդ նշանակում է, ինչ է, մենք պիտի գնանք Արևմտյան Հայաստանը վերցնենք, Սասուն ու Վանն է մերը։ Այս տրամաբանությունն է ներկայացնում հանրությանը, որը գուցեև ընկալելի է հանրության կողմից, չի ընկալվում։ Ես չգիտեմ ընկալվում է թե չէ, բայց երբ որ դուք ասում եք, որ հայրենիքը ընդհանրական է, իսկ պետությունը կոնկրետ է, եկեք ավելի, հա, շարունակենք տրամաբանական շղթան։ Պետությունը էթնոքաղաքական միավոր է եւ բոլոր պետությունների սահմանները ու ընդհանրապես 50 տարի, 70 տարի, 100 տարի մեկ ընդլայնվում կամ կրճատվում են, այսինքն ինքը մշտական կոնստանտ չէ, ինքը մշտական երևույթ չէ եւ պետության հարատեվությունը կապված է պետության տարածքում ապրող ժողովրդի հայրենիքի ընկալման համար, հասկանում եք, երբեք դուք չեք լսի, որ ասեն մարդը գնաց, օրինակ, չգիտեմ, պետության համար սխրանք կատարեց, մարդը գնում է հայրենիքի համար սխրանք կատարում, դրա հետ մեկտեղ պետությունը հայրենիքի ամենաբարձրագույն արտացոլումն է, բայց հայրենիքի արտացոլումն է, հայրենիքը ֆունդամենտն է պետության կառուցելու, եթե դու մոռանում ես հայրենիքի մասին, դու չես կարա պետություն կառուցես, բացի դրանից քու հայրենիքը չի նշանակում հիշելը հայրենիքի մասին եւ սիրելը հայրենիքը չի նշանակում ոտնձգություններ եւ պատերազմ հրահրելը, ասեմ ավելին, հայրենիքի մոռացությունն է բերում պատերազմ հրահրելու, որովհետեւ ի վերջո դու հայրենիք ես կորցնում պատերազմի ընթացքում, չէ, մենք տրամաբանում ենք, մենք չենք փորձում հիմա նենգա փոխել։ Եվ եթե դու հայրենիքը ստորադասում ես պետությանը, ապա դու հրավիրում ես ագրեսորին, որը քու հայրենիքի հիմնական մասը արդեն գրավել է, գա եւ վերջնականապես ոչնչացնի քո էթնոքաղաքական, որպես էթնոքաղաքական միավոր ապրելու իրավունքը։ Տեսեք, այս պահին ընդդիմության հիմնական հարցադրումը, որ իշխանությունը իր կարծիքով ճակերտավոր պատին է դեմ տալիս եւ ասում է ամեն անգամ դա եւ ընդդիմությունը փորձում է ամեն դեպքում մանևրել այդ հարցում։ Ասում է հիմա որ դուք գաք իշխանության, Արցախը հետ եք վերելու։ Սա իրականում շատ լկտի եւ կոպիտ, այո, լկտի է, չսխալվեցի։ Նենգափոխությունը շատ པարզ պատճառով, իսկ չէ, նախ իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են, որ Արցախը հետ բերելու դա պատերազմի արգասիկ է։
Արցախի անունն է պատերազմ, մնաց հետ բերել։ Այո։ Այս պարագայում ավելի քան համոզված եմ, որ պատասխանը պետք է լինի հետևյալը, որ առաջին հերթին ոչ ոք չի պատրաստվում հիմա պատերազմել։ 1. Երկրորդը, պատերազմը մենք չենք գեներացրել, միշտ գեներացրել են մեր հանդեպ։ Երրորդը, եթե դու մոռանում ես Արցախը, դու անխուսափելի կորցնելու ես Սյունիքը, Գեղարքունիքը, Երևանը։ Չորրորդը, Արցախահայության եւ Արցախի խնդրի բարձրաձայնումը միակ երաշխիքն է, որ Հայաստանի Հանրապետությունը չվերածվի Արևմտյան Ադրբեջանի։ Այսինքն դու պատնեշ ես կառուցում նվազագույնը քաղաքական դիվանագիտական ռազմական առումով, որ չգան չմտնեն քո տուն, որովհետեւ Արցախի кейսը շատ պարզ ցույց տվեց խաղաղության տեսլականը տարածաշրջանում, որը այս իշխանությունը, խոսքը Հայաստանի Հանրապետության իշխանության մասին է, առաջ է մղում, այսինքն խաղաղություն առանց հայերի։ Իրենք այնքան խնդիրներ ունեն մտավոր ընկալման հետ, իրականությունը, որ իրենք ակամայից սատարում են ադրբեջանական տեսլականի խաղաղության, որ խաղաղության միակ արգասիքը դա հայերի բացակայությունն է։ Երբ որ իրենք ասում են խաղաղություն ենք բերել կամ խաղաղություն է եղել, որին ընդհանրապես ոչ մի արձագանք չկա Արևմտյան Ադրբեջանի մասով, չնայած ագնեն մի երկու անգամ, դե պարզ է այնքան ճնշում գնաց ժողովրդի կողմից, որ ինչ-որ բան փորձեց ծվծվալ, բայց մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ Հայաստանը դիտարկվում է տարածաշրջանի նվազագույնը երկու պետությունների կողմից որպես Արևմտյան Ադրբեջան, որին չկա հակազդում ներսից, ասեմ ձեզ ավելին, իշխանության կողմից։ Իշխանության կողմից կա խրախուսում Արևմտյան Ադրբեջան կոնցեպտի, որը արտահայտվում է Արցախը մոռացեք, սա մոռացեք, այն մոռացեք, այս մոռացեք եւ այլն։ Հիշողությունը չի կարող բերել պատերազմի, հիշողության կորուստն է բերում պատերազմի։ Կենցաղային օրինակ բերեմ, եթե մարդ օրինակ, չգիտեմ, մատը մտցնում է հոսանքի մեջ, չէ՞, հոսանքը խփում է, ինքը երկրորդ անգամ չի մտցնի, չէ՞։ Մեզ ինչ են ասում են մոռացի, որ քեզ հոսանքը խփում է։ Այսինքն կրկնի այն սխալները, որը դու կրկնել ես, որը դու արել ես։ Իրենց կողմից հակառակն, իրենք ասում են, այդ պատմական մենք շրջապտույտներից դուրս են գալիս։ Այս ցիկլը լրիվ ուրիշ է։ Մենք թողնում ենք այն ամեն ինչը եւ հիմա նոր շրջան ենք սկսում։ Երեկվա օրինակ կառավարության նիստում դա էլ ասաց Նիկոլ Փաշինյանը, ասում է մենք պատմական ցիկլի մեջ ենք հիմա։ Այո, իրանք ճիշտ են, իրանք թուրքական պատմական ցիկլի մեջ են, որտեղ Հայաստանը պետք է ոչնչացվի, իրանք չեն ստում։ Հենց դա եմ ուզում ասեմ, պարոն Աբովյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ բաց տեքստով իր անելիքները, իր գործողություններն ասում է։ Արդյոք այս ամեն ինչը հայ հարժության զգալի հատվածի կողմից ձեր ասած տպավորությամբ չի ընդունվում, այսինքն ձեր ասած այդ վտանգները, մտավախությունները, սպառնալիքները, ինչու այդքան հանգիստ են, այո, հանդուրժող են այս ամեն ինչին, եթե լուրջ սպառնալիքներ կա։ Շատ պարզ պատճառով առհասարակ հասարակությունները, դա այդպես է, դա մենակ մեզնից կախված չի, դա ասում են տարբեր խմբերի եւ հիմնական խումբը հասարակության, ինքը միշտ միտված է ստանալ պատրաստի հանգստացնող որոշումներ եւ ինչ-որ արտահայտություններ։ Սա բնավ չի նշանակում, որ հասարակությունը լավն է թե վատ, դա այդպես է, դա քաղաքագիտական կրկին նորմ է։ Բայց դրա հետ մեկտեղ պետք է իրականում ուրախությամբ, որքան կարելի է անվանել, սա ուրախությամբ ֆիքսել հետեւյալը, որ հանրության բացարձակ մեծամասնությունը հասկանում է, որ իրեն տանում են դեպի սպանդիկ, բայց հիշեք կադրերը, օրինակ 1915 թվականի ցեղասպանության, երբ որ 10-15 հազարանոց մեր ժողովրդի, ամբողջը ընդամենը 3-4 ենիչեր տանում են կոտորածի։ Ինչի համար է 10-15 հազարը չէին ընդդիմանում։ Գիտեք ինչի համար, որովհետև ասում են, եթե ընդդիմանամ ինձ կսպանեն, բայց ինքը գիտեր, որ իրան տանում է սպանելու։ Նույնը մենք հիմա այդ մեծ 10-15 հազարանոց ամբողջն ենք, որին տանում են ճանապարհին
ջուր տալով, ճանապարհին կերակրելով, տենց, հա, թաքուբիր, դեպի սպանդ, հնդացս ասելով, որ չէ, մենք ձեզ չենք տանում դեպի սպանդ, տանում ենք դեպի պայծառ ապագա, բայց դու տեսնում ես, որ քեզ տանում են դեպի սպանդ, որովհետև այնտեղ, որտեղ քեզ տանում են, քեզ արդեն տարել են մի քանի անգամ, դու այդ ճանապարհը անցել ես։ Պարզապես ունիկալությունը իրավիճակի նա է, որ այս անգամ քեզ տանում են սպանդի Յան ազգանունով մարդիկ, որոնք ընդհանրապես Յան ազգանունի հետ կապ չունեն եւ իրենց համար քաղաքական առումով, հա, ազգային պատկանելիությունը խոչընդոտ է, որ լինեն չաղու բախտավոր, սա են մեզ ասում, այսինքն եթե մենք բարդ ինչ-որ բաներ չխոսանք, որովհետև շատ պարզ է պետք ասել, մեզ ըստ էության ասում են եւ ձեզ ըստ էության ասում են, որ մեր խնդիրը նա է, որ մենք հայ ենք, չէ՞, դա է հիմնականում հիմքում դրած, որ դու հայ ես, որ 1500 տարի դու կռիվ ես տվել, որ դու հայ լինես, ընդ որում այդ հայ լինելը ուղիղ կապ ունի քո ֆիզիկական գոյության հետ, ուղիղ կապ ունի, եթե դու մոռանում ես, որ դու հայ ես, դա չի նշանակում, որ քեզ կդադարեն ոչնչացնել կամ քո հայրենիքը գրավել, հասկանում եք, եւ այստեղ բոլոր այդ շիշակից ցածր փաստագրական բազիսը, որի վրա հենվում է այս իշխանությունը, ինքը ուղղակի հոդս է ցնդում ընդամենը մի 5 րոպե, այսինքն ամեն մարդ, որ իր մեջ վերլուծում է։ Ես կարող եմ ասել հետեւյալը, որ հայկական հասարակությունը իմ խորին համոզմամբ, եւ դա այդպես է, եւ միգուցե ոչ պոպուլար կարծիք եմ հայտնում, բայց ինքը ունի շատ բարձր քաղաքական գիտակցություն, շատ բարձր։ Այլ խոսք, որ գիտակցության արտացոլումը ինքը пассив է, այսինքն մարդ հասկանում է, որ այս իշխանությունը թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից երազանքն է առհասարակ պատմական առումով, որտեղ այս իշխանության գործունեությունը միայն եւ միայն միտված է սպասարկել այն պետությունների շահերը, որոնք քո երկիրը անվանում են օրինակ Արևմտյան Ադրբեջան, մարդիկ գիտեն դա։ Այլ խոսք, որ ընդդիմանալու պահով, հասկանում եք, հասարակության մեջ կա եւ սա էլ է նորմալ, օբյեկտիվ լավ չեն ընդդիմանում, առաջիկայում վճռորոշ ընտրություններ են, իրավիճակ կշտկվի, իր քվեն կգնա քաղաքացին, որը այդ ձեր ասած գիտակից է, կգնա եւ կտա այլ ուժ, այսինքն ոչ իշխանական ուժ, այստեղ է վճռորոշ քայլը լինելու։ Քաղաքացին այն մարդիկ, ովքեր մեզ նայում են, մենք բոլորս պետք է գնանք ընտրության ոչ թե մեր ձայները այլ քաղաքական ուժին տալու նպատակով կամ այս քաղաքական ուժի տալու նպատակով, այդ պետք է գնանք միայն եւ միայն մեկ գաղափարը գլխներից մեջ պահելով։ Նվազագույնը ինչ կարող ենք անել, որ մեր երեխաները չդառնան թուրքի փայ, ես ուղիղ եմ ասում եւ դա այդպես էլ լինելու է։ Կամ պետք է, չգիտեմ, Արցախի են լեզուս չել ֆռում, էլի ասեմ, Արցախի մոդելով խաղաղություն ձևավորվի այստեղ, այսինքն որտեղ մենք չենք լինի։ Այսինքն ընտրությունները այս պահի դա առհասարակ ոչ թե քաղաքական ֆորմացիայի փոփոխության ընտրություններ են, սա մենք պետք է շատ հստակ եւ բարձ հասկանանք, այլ ընտրություն է, ողջ լինելու ենք, թե չէ։ Իրավունք կունենանք, օրինակ, եկեղեցիում մոմ դնենք մեր նահատակված 5000 օրինակ տղերքի համար։ Մենք իրավունք կունենանք մեր երեխայի անունը դնենք, օրինակ, մի լավ ընկեր ունեմ, աղջկա անունը Շուշի է։ Օրինակ աղջկա անունը Շուշի դնել կամ երեխու անունը դնես Սասուն կամ Արարատ։ Հասկանում եք, այդ մանրուքները իրենք կարող է թվում են կապ չունեն կենցաղի, բայց իրանք ուղիղ կապ ունեն, որովհետև այն պահից սկսած, երբ որ դու բռնանաս քո ինքնությանը, առաջին հերթին դու բռնանում ես քո դիմադրելու նվազագույն դիմադրությունը ստեղա, չէ՞ սկսում։ Քեզ դիմադրելու առհասարակ քո իրավունքին։ Այսինքն մեզ ինչ են ասում, մեզ ասում են մի դիմադրի, մոռացի, որ քեզ սպանել են, մորթել են, տունդ խլել են, կեր, անպայման կեր, այդ բերանով ուտելը ինքը շատ լուրջ եմ ասում, մակ ասեք ուրիշ տեղով են ուտում, այո, կան մարդիկ ուրիշ տեղով են ուտում, խոսքը գնում է բերանով ուտելու մասին։ Այդ բերանով ուտելը, չգիտեմ, կենցաղային նույնիսկ մակարդակով, հա, քո բարեկեցությունը կապահովի, այսինքն քեզ ինչ են ասում են, քո խնդրեմը նա է, որ դու հիշում ես ով ես դու, ամնեզիայի ենթարկի, լաբատամիայի ենթարկի ինքդ քեզ եւ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Այս պարագայում ընտրությունները հետեւյալն են,
Մարդ ընտրելու է իրականում ինքը որտեղ է ուզում ապրել, Հայաստանի Հանրապետությունում, թե Արևմտյան Ադրբեջանում։ Իր երեխան քաղաք Երևանի փողոցներով է քայլելու, թե Իրավան քաղաքի փողոցներով է քայլելու։ Երրորդը կունենա ինքը իրավունք լինել եւ ապրել, օրինակ, չգիտեմ, իրենց գյուղում, որտեղ ինքը հազարամյակներով ապրել է։ Մենք ունենք Հայաստանում գյուղեր, որոնք 2000 տարուց ավել պատմություն ունեն։ Չէ՞, մի հատ մտածեք, ուղղակի խորությունը։ Եվ սա է ընտրությունը լինելու։ Այսինքն այստեղ պետք չի մարդկանց վախացնել, չվախացնել։ Ժորժ ջան, ոնց ուզում է լինի, ուրեմն հիշեք։ Իշխանությունը անում է հետևյալը, ինքը միշտ կես ճշմարտություն է ասում, վրան կառուցելով ուղղակի սարսափելի լկտի մանիպուլյացիաներ։ Օրինակ, ասում է, որ այս ընտրություններից կախված է կլինի պատերազմ թե խաղաղություն։ Երկընտրանքը դրվում է։ Այստեղ ճիշտ է, բայց երկրորդը իսկ որ պարագայում չի լինի պատերազմ, իսկ որ պարագայում չի լինի խաղաղություն։ Եթե այս իշխանությունը մնում է, իշխանության գործողությունները մոռացեք խոսքերը, մոռացեք ընդհանրապես քաղաքական գործիչները ինչ են արտաբերում, նայեք քայլերին։ Քայլերը այս իշխանության միտված են ձևավորել Արևմտյան Ադրբեջան, վերջ, դա փաստ է, սա կարծիք չի, որովհետև բոլոր քայլերը համապատասխանում են այդ դոկտրինին։ Հիմա, եթե դա այդպես է եւ այս իշխանությունը մնում է, այսինքն ձևավորում է Արևմտյան Ադրբեջան, ճիշտ է։ Տրամաբանում ենք, ես չեմ ուզում, պարզապես չոր տրամաբանություն է։ Այս պարագայում դուք իրավունք ունենալու եք ապրել Արևմտյան Ադրբեջանում։ Վստահաբար ոչ, ոնց ապրելու իրավունքից զրկեցին Արցախահայությանը։ Ինչի համար, որովհետև նույն Թուրքին Ադրբեջանցում պետք չի Արևմտյան Ադրբեջանում ապրի մի էթնիկ խումբ, որը մի գեղեցիկ օր կարող է զայրանա, որ իրենց օրինակ, չգիտեմ, արգելում են հայերեն խոսել։ Խնդիրը գիտեք ինչումն է։ Մարդկանց մեջ մտցել են հետևյալը, սրա հետ պետք է պայքարել, որ մեր խնդիրների հիմքում մենք ենք։ Մասնակի կարող եմ համաձայնվել այն պարագայում, որ այո, խնդիրների հիմքում մենք ենք, որովհետև սխալ են գնահատում իրավիճակը, թե ներկա, թե անցյալի, թե ապագայի, այսինքն ստրատեգիկ առումով։ Բայց այդ սխալ ընկալելը վերջացնեմ ներողություն, սխալ ընկալելը ինքը բախվում է հետևյալի մեջ։ Շատ կարևոր մի բան։ Մենք, չգիտես ինչու, սրբյացը սրբոց, շատերը, դե լավ ես չէ, համոզված են, որ մեր խնդիրները օրինակ ծագել են Արցախյան խնդիրը։ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը, կռիվը Արցախից է։ Չէ, Արցախը չլներ, չէր լինի, սուտ է, որովհետև Արցախի խնդիրը դա ընդամենը հետևանքն է, ինքը պատճառը չի, որ ավելի պատկերավոր լինի։ Հիմա Նախիջևանի մասին ոչ մեկ չի խոսում, չէ, հին հայկական տարածք։ Նախիջևանը հայաթափվեց 60-ական, 70-ական թվականներին առանց մեկ գետ կրակոցի։ Ուղղակի հայաթափվեց։ Եվ մենք ունենք ադրբեջանցիների հետ նույն գույնի անձնագրեր, նույն պետության մեջ էինք ապրում։ Այո, կենտրոնական իշխանությունները փորձում էին ընդդիմանային այդ process-ին, բայց այնուամենայնիվ հայաթափվեց, չէ՞։ Իսկ ինչի այդքանից հետո Արցախյան հիմնախնդիրը, որ Արցախը հայաթափվեց, մենք սրբյացը սրբոց համոզված ենք, որ մեր ինքնությունը դավաճանելով կամ մեր ինքնությունը մոռանալով մենք չենք ստեղծում նախապայման, որ հիմա էլ հայաթափվի Հայաստանը։ Կարող եք ինձ բացատրել ինչու։ Լավ։ Հիմա քան որ Արցախի հետ կապված այս թեմաներից էլի առաջիկայում կանդրադառնանք, բայց կան նաև վճռորոշ, ինչպես նշեցի, ընտրություններ։ Պարոն Աբովյան, դուք Գագիկ Ծառուկյանի հետ այս ընտրություններին մասնակցում եք։ Ծառուկյանն ասում է, ես չէ, բայց 3-4 թեկնածու ունեմ վարչապետի։ Կան որոշակի քննարկումներ, կան որոշակի արդեն անուններ, կան որոշակի ուժեր, որ արդեն հայտ են ներկայացնել, միացել են ձեզ, թե անհատներ են ավելի շատ։ Ինչ իրավիճակը այս պահին Նոյան Տապանում։ Նոյան Տապանում շատ լավ իրավիճակ է, Տապանում հավաքվում են մարդիկ, ովքեր միգուցե ունեն տարբեր քաղաքական տեսլականներ, հա, բայց այնուամենայնիվ հասկանում են, որ Հայաստանը, այո, մեծ տապան է եւ այդ տապանի մեջ մենք բոլորս աշխարհի բոլոր հայերը ունեն իրենց տեղը։
եւ սիրում է չէ իշխանությունը ալեգորիաներով խոսալ տենց ալեկոծվող, չգիտեմ, օվկիանոս եւ այլն։ Այո, ալեկոծվող օվկիանոսում մենք արդեն ունենք փորձ, որպես քրիստոնյա, որ փրկվել ենք տապանով։ Ինչ վերաբերվում է պատկերացրեք իրավիճակի իրականում առանձնահատկությունը, ըստ էության Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մի պլատֆորմի շուրջ հավաքվել են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք ընդհանրապես այնքան հակառակ բևեռների մեջ են, հա, ես բևեռ բառը չեմ սիրում զուտ տարանջատման մասով, բայց այնուամենայնիվ բևեռների մեջ են, որ ուղղակի անհավանական է, օրինակ վերցնենք Անդրանիկ Թևանյան եւ Սուրեն Սուրենյաց։ Չէ պատկերացնի, որ կարող է լինի մի պլատֆորմ, որտեղ այդ մարդիկ ոչ թե կմիանան իրար հետ, ոչ թե ինչ-որ կոալիցիաներ կձև, ոչ։ Գաղափարի շուրջ է գնում, որ գաղափարը ասում է հետեւյալը, կապ չունի դու ում ես հարում, կապ չունի դու ինչ քաղաքական տեսլական ունես կամ ինչա մետ ես։ Ամենակարևորը, որ դու հասկանում ես, որ այն մեծ, հա, մեր հայրենիքից մնաց պուճուրիկ Հայաստան եւ այդ Հայաստանը այսօր վտանգված է եւ վտանգից դուրս գալու համար պետք չի լոկ միայն քննադատել։ Քննադատել պետք է, միշտ էլ քննադատել է, գիտեք, իմ լեզվի տակ փուշ չկա։ Բայց դրա հետ մեկտեղ դե լավ քննադատում ես, բա ելքը ո՞րն է։ Իսկ ելքը հետեւյալն է, եւ սա անկեղծ առանց ոչ մի ինչ-որ այլևայլությունների ունես առաջարկ խնդիրը լուծելու։ Արի մի հատ նստենք տնանք, կարող է մենք իրար չենք էլ սիրում, բայց ներողություն Թուրքին միևնույնն է ու ադրբեջանցուն եւ սա էլ է նորմալ։ Դու որ քաղաքական ուժին ես հարում կամ ինչ աշխարհակաղակական տեսլական ունես, որովհետեւ իրենց վերաբերմունքը դեպի մեզ պայմանավորված չի մեր հայկական ինչ-որ բան։ Ասեմ ձեզ ավելին, թող իշխանության ջաթագովները կամ իշխանության ներկայացուցիչները չկարծեն, որ Թուրքիա զիլի-բիլի անելով իրենք կպլստան, հա, սենց ասեն թուրքական յաթաղանի տակից, չէ՞։ Եվրախորհրդից Նիկոլ Փաշինյան անդրադառնում է այդ ներքին ձեր ասած խնդիրներին, ասում է Ռուսաստանաբնակ օլիգարխ է, Բելարուսամետ օլիգարխ է, բոլորը միանում են, մենք պետք է հունիսի 7-ին բոլորին իրենց տեղը դնենք։ Փասորեն դրսից տղա է բերում, հա, երկրի վրա։ Հիմա երկրի վարչապետը, հա, ստացվում է դրսից մարդ է բերում հայ ժողովրդի վրա։ Այդ բոլոր պիտակավորումները Բելարուսամետ, չգիտեմ, Ռուսամետ եւ այլն, հա, այնքան կարճ խելք ունեն, որ չեն էլ հասկանում ինչ են դուրս տալի։ Չէ, իրականում դա այդպես է։ Ասեմ ձեզ ավելին, այդ նարատիվները իրենք աշխատող չեն, շատ պարզ պատճառով այս իշխանությունը սրբյացը սրբոց համոզված է, որ հայ ժողովուրդը ունի մենտալ, գիտեք, ինչ որ ասենց ասեմ, խնդիրներ, այսինքն չի հասկանում ինչա կատարվում։ Երբ որ գնում են հայ միջալոց համաձայն իմ տվյալների, ես նախկինում պատգամավոր աշխատելուց բավականին լայն շրջանակ ընկերների ունեմ, տարբեր եվրոպական պետություններում պատգամավորներ, մարդիկ շոկահարված էին։ Ասում են, առաջին անգամ Եվրոխորհրդարանում եկել է մի երկրի լիդեր, որը գանգատվում է իր ընդդիմությունից։ Եվ հոգևորականներից եկել։ Հա, դա էլ ասեցին, գիտեք, ինձ շատ վատ է անցալվել, դա էլ ձեզ ասեմ, այդ ծափարություններին մի բան արեք, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, եթե իշխանությունը Հայաստանի շարժվում է այս պարագայում ոչ adekvat, ու պայմանական, եթե իշխանությունը վարում է այն քաղաքականությունը, որը չի համապատասխանում իր ժողովրդի շահերից, ապա վաղը ինքը վստահաբար նույն քաղաքականությունը վարելու է Եվրոպայի հանդեպ։ Իսկ այնպես չէ, եվրոպացիները այնպես միամիտ նստած ամեն բառին հավատում են։ Եվ շատ վատ է ընկալվել, որ այո դրսից տղա են բերում Հայաստանի վրա։ Դրսից տղա Հայաստանի վրա բերել են ընդամենը երկու քաղաքական միավոր։ Իլհամ Ալիևի վարչակազմը, երբ որ մեր վրա բերեց Պակիստանը, մեր վրա բերեց Թուրքիային, մեր վրա բերեց Իսրայելին, Սիրիայի վարձկաններին եւ այս իշխանությունը, որը մեր վրա բերում է, հիմա էլ ինչպես իրեն թվում է եվրոպացիներին, թուրքերին եւ ադրբեջանցիներին, որ ի վերջո մնա կարճած իր աթոռներին։ Սա էլ է ստրատեգիա, սա էլ է հասկանալի, ուզում եք անկեղծ։ Ձեզ սումայրենք չեն հասկանում ինչ են արել երկրի հետ, ժողովրդի հետ։
Իրանք լավ գիտեն իրեն քաղաքականությունը։ Այո, ես թե քաղաքականության հարցը չի։ Երբ որ գալիս է աշխատանքային օրվա ավարտը եւ իրեն գնում են իրենց նոր գնաց առանձնատները, այդպես քնելուց առաջ մի քիչ պարքավաճառ են հաշվում, որովհետեւ ըստ երևույթի հանգստանում է իրենց նյարդները, բայց երբ որ մտնում են անկողին, վստահ եմ, իրենք շատ լավ հասկանում են եւ մտածում են իրենք ինչ են արել եւ ինչ արհավիրք են բերել եւ բերում ժողովրդի եւ պետության եւ հայրենիքի գլխին։ Իրենք շատ լավ դա հասկանում են եւ իրենք նաեւ հասկանում են, որ այն ինչ իրենք արել են, ինքը աննախադեպ է իր հակահայկականության խորությամբ։ Բայց այստեղ գալիս է եւս մի շատ հետաքրքիր ֆենոմեն, որը կոչվում է, եթե չեմ սխալվում, թմրամոլի ֆենոմենը։ Գիտեք որն է։ Թմրամոլը գիտի, որ ինքը վատ բան անում, բայց ինքը չի կարող թմրանյութը չընդունի։ Այն նույնն էլ իրենք են։ Այսինքն հիմա վաբանկ է գնում Նիկոլ Փաշինյանը, իր վերջին կռիվն է սա։ Չգիտեմ, վերջինն է, թե առաջինն է, ես ճիշտն ասած չեմ կարող այդպեսի դատել, բայց դա միայն Նիկոլ Փաշինյանի ֆակտորը չի։ Չէ, տեսեք, հետաքրքիրն այն է, որ ինքը ամեն ինչ անում է ընտրվելու համար, բայց ընդդիմությունը ամեն ինչ անում է, հավաքական ընդդիմությունը, որ իրեն հաղթի։ Տեսեք, որովհետև ինքը գծեր չունի, ամեն ինչ անում է։ Ահա, չէ, ինքը դե որ ինքը գծեր չունի, իրա անձի մասին չի խոսքը։ Տեսեք, մենք ունենք շատ մեծ սխալ, մենք անձին, անձնավորումը ավելի ասենց ուղակի դա ավելի բարձր ենք դասում, քան համակարգը, որը ինքը ձևավորել է։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ այո, Փաշինյանը լինելով համակարգի գլխին, այնուամենայնիվ համակարգ է ձևավորել, որտեղ մարդիկ այնպիսի բաներ են անում եւ խոսում, որ ուղղակի մազերը բիզբիզ է կանգնում, ասելով ժողովուրդ, դուք հասկանում եք, որ վաղը կա, վաղ չէ մյուս օր կա, եկող շաբաթ կա, մի ամիս կա, հետո, հա, այսինքն հետոյի պահով։ Սա է խնդիրը։ Ինչ վերաբերվում է ընդդիմությանը այն առումով, որ ամեն ինչի պատրաստ է կամ պատրաստ չի, եկեք հստակ տարանջատենք ինչ ենք մենք հասկանում ամեն ինչ բառի ներքո։ Երբ որ ասենք նույն ձեզանից կախված լինի օրինակ ընդդիմության որևէ տեխնացուին իշխանություն դարձնել, որը կհաղթի Նիկոլ Փաշինյան, ձեր ձայնը տակ։ Կկազմեք հետընտրական կոալիցիաներ։ Տեսեք, ինչ վերաբերում է բոլոր օրինակներից մեկը։ Այո, ինչ վերաբերում է բոլոր հետընտրական գործողություններին, ապա այս պարագայում առայժմ վաղ է խոսել յուրաքանչյուր ռասկլադի մասին, սա բնավ չի նշանակում կտանք թե չենք տա, ես առաջին հերթին իրավասու էլ չեմ խոսեմ այս թեմաներով, ես ունեմ իմ քաղաքական ուժի լիդեր եւ իմ քաղաքական ուժի լիդերը ժամանակը կգա, ինչ որ պետքա կհայտարարի, բայց հիշեցնեմ ձեզ, որ 2 օր առաջ հստակ մի հայտարարություն էր հնչել, որտեղ բացառվել էր եւ իշխանության հետ ինչ որ սենց ասենք համագործակցություն։ Սա մեկ, երկրորդը, ինչ վերաբերվում է քաղաքական բոլոր գործընթացներին, ապա ավելի քան համոզված եմ, որ ընդդիմության համար առաջնայինը պետք է լինի շատ պրագմատիկ, հասկանալի, մարդկանց համար հասկանալի, ժողովրդի համար հասկանալի քայլերի տրամաբանություն։ Այսինքն, այո, մենք ֆիքսեցինք այսօր, որ իշխանությունը ուզելով թե չուզելով, հասկանալով չհասկանալով, եկեք սենց էլ անմեղության կանխավարկածը չխախտենք, բայց այնուամենայնիվ ձևավորում է Հայաստանի տեղը Արևմտյան Ադրբեջան եւ հանդիսանում է պատերազմի, արհավիրքի եւ կոտորածի կուսակցություն։ Սա նախընտրական խոսք չէ, սա այն տրամաբանական շղթան է, որը մենք կառուցեցինք եւ որը հնարավոր չի հերքել։ Ինչքան էլ մարդ գոռա, որ երկրագունդը քառակուսի է, երկրագունդը կլոր է։ Բայց դուրներս գա թե չէ, ես օրինակ կարծում եմ, որ կան մարդիկ, ում դուրը չի գալի, որ 2 անգամ գումարած, հա, 2-ը գումարած 2-ի հավասար է 4։ Վստահաբար կլինեն մարդիկ, ովքեր ջղայնանում են դրանից, բայց դա չի փոխում, չէ, իրականությունը նույնն է այստեղ։ Եվ այս պարագայում կարծում եմ, որ պետք է հենքը լինի հետևյալը։ Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ ինքը փորձում է դրական պավեսկայով մտնի
Այսինքն այդ սրտիկներ, մրտիկներ, այդ սաղ տեխնոլոգիաներ է, որոնք փորձում են ձևավորել մարդկանց մոտ դրական ընկալման որոշակի հենք։ Այսինքն իրանք ասում են, մենք գնում ենք դրական պավեստկայով, հա, սրտիկներ, սիրում ենք ձեզ բոլորին, են առավոտից իրիկուն ընկած են փողոցներով, սկսել են նորից մարդկանց ձեռքերը պաչել, բայց այս անգամ մարդիկ արդեն ձեռքերը շատ հեռու են պահում, հա, սա ֆիքսենք։ Իսկն դրական պավեստքի մեջ, որովհետև մարդու ենթագիտակցության մեջ միշտ դրական ու լուսավորը ավելի է գերակշռում, քան մութն ու վատը։ Պատկերացրեք, երկու բժիշկ կա գալի, մեկը մտնում է հիվանդի մոտ, ասում է քու մոտ ամեն ինչ լավ է, հիվանդը քաղցկեղով պարկած է։ Բժիշկ, երկու հոգի։ Մեկը մտնում է, ասում է դու բուժվում ես, սա հեչ, հեսա պինցետով կգան, կարաղով կմաքրենք ու այդ քաղցկեղը կանցնի, տես քեզ ինչ լավ բոթասներ եմ առել, հա, տես ինչ լավ, չգիտեմ, խավիար եմ բերել, կեր, տես քթալով, ու առհասարակ քեզ պարկեք, ու մոտ ամեն ինչ լավ է, հեսա առավոտվա կոմերը կելնենք կվազվզենք։ Դու առողջ ես։ Երկրորդ բժիշկը, ասում է ամեն ինչ շատ վատ է, դու մեռնում ես։ Քեզ պետք է շուտ հենց հիմա անհապաղ տանենք վիրահատելու ու քու միակ շանսը դա է։ Ձեր կարծիքով հիվանդում է լսում։ Դրական էմոցիաներ է։ Վերջացավ։ Գիտեք զավեշտը որն է, որ այն երկրորդ բժիշկը ինքը ճիշտ է ասում, բայց մատուցման ձև էլ կա։ Այսինքն իշխանությունը սրա վրա է խաղում։ Հասկանում եք։ Եվ այս պարագայում մենք պետք է շատ հստակ եւ պարզ ֆիքսենք, որ այո, պետք է լինի ընդդիմության կողմից բացի ռիսկերի եւ վտանգների բացահայտման գործընթացից, հա, այսինքն բացի վատ բաներից, բացի վատ բաներ ֆիքսելուց։ Օրինակ, մենք այսօր խոսում էինք եւ կրկին տրամաբանական շղթայով ապացուցեցինք, որ այս իշխանությունը ձևավորում է Արևմտյան Ադրբեջան Հայաստանի տեղը։ Հիմա հարց է ծագում, ինչ պետք է արվի, որ չձևավորվի Արևմտյան Ադրբեջան, որովհետեւ վաղը սրանք դուրս են գալու, ասում են կամ կռիվա կամ Արևմտյան Ադրբեջան են ձևավորում։ Ոչինչ։ Իբր ադրբեջանցու հետ ապրել ենք, չէ՞ սովետի ժամանակ, էլի կապրենք։ Հա ինչ տարբերություն անուն ինչ կլինի։ Այդ sense բաներ են խոսելու։ Շատ լավ։ Սպասենք ընտրությունների ժամանակ։ Բան էլ ասեմ, չմտածեք ժողովուրդ, այն առումով չմտածեք, որ միայն հոռետեսական, հա, տենց կանխատեսումներ են միայն չգիտեմ ինչ, ես դա նկատի ունեմ։ Ես մի թույլ տվեք մարդկանց ասեմ մի խոսք, որը կարծում եմ շատ կարևոր է ըստիս։ Ժողովուրդ ջան, ով համարում է ձեզ մտավոր կառավարելի զանգված, գլուխը պատով է տալի 10 անգամ։ Ես մի առաջարկ ունեմ, առաջարկ Հայաստանի շրջանակներում, գիտեք ինչ արեք, դուք ինքներդ լսեք բոլորին, ծանր ու թեթև արեք եզրակացություն, ով եկավ պատրաստի որոշումներ տվեց, իմացեք ձեզ խաբում է։ Միանգամից ասում, ով ուզում է լինի, ինդիմություն կլինի, թե իշխանություն կլինի։ Որոշողը դուք եք, ելքը գտնողը դուք եք, ոնց կորոշեք տենց կլինի, ոչ մի բան կանխորոշված չի, էդ էլ ասեմ, են որ սենց լուրջ դեմքով գրազգանք բանալ ժողովուրդ մենք երեխա չենք, արդեն ծիծաղս էլ է գալի։ Դուք որոշեք, թույլ մի տվեք, որ ձեր տեղ ինչ որ մեկը որոշի։ Եվ ավելի քան համոզված եմ, ձեզ խաբել չի ստացվի։ Շնորհակալ եմ։